Ոսկով ու արծաթով հարուստ Քարաբերդը կրկին աղմկում է, մեկ այլ ընկերությանը Զով գուժի նավականու կողմից դրական եզրակացություն տալուց հետո այժմ Ասատ ընկերությունն էր եկել գյուղ, այստեղ ոսկու հանք շահագործելու իր 10-ամյա թույլտվության ժամկետը ևս 9 տարով երկարացնելու համաձայնության համար։ Այս անգամ էլ հանրային քննարկումը վեճերով անցավ։ Վարչական ղեկավար Յուրիկ Շավելյանը, որ նախկինում դեմ է եղել Ասաթին, ավելի ուշ փոխել է կարծիքը, մեղադրանքներ լսեց մի գյուղացուց։ Մենք համաձայն ենք, այսօր համաձայն ենք, որ իրանք իրար հետ համագործակցեն։ Իրար հետ եթե համագործակցեն, մեզ մար շատ լավ կլինի։ Այսինքն դուք կողմեք որպեսզի ավելի շատ քանդվի, հա։ Ես ասեմ։ Ես կողմ եմ, ես ինքս։ Ո՞նց է չեխերին դեր։ Հատկասես իսկ բացատրես ես քանգարտը։ Դու դուրս արի ստեղ մի խանգարի։ Դու ես խանգարում ըստի։ Դու ես խանգարում։ Դուրս արի այ բանամ։ Աչքան դուրս գա։ Դու քեզ ես մի բան։ Ամա տլիկ քեզ։ Ծախվածու։ Քեզ մենակ եմ ասում, այ ծախվածու։ Դեռ 2022-ին այս նույն ընկերությունը դարձյալ հանրային լսումների էր եկել Քարաբերդ, այն ժամանակ արտոնագրի ժամկետը երկարացնելու, նաև գործունեությունն ընդլայնելու ծրագրով էին եկել, բայց գյուղացիներն ու բնապահպանները թույլ չէին տվել անգամ գյուղապետարանի շենք մտնել։ Այսօր 40 նոր աշխատատեղ, 3 տարի առաջ 300-ն էին խոստացել, բնապահպաններն ու գյուղացիների մի մասն այսօր էլի դեմ են։ Դեմ են կոնկրետ նորս հանքը, всё։ Շատ բաներ կա, որ ստուգված չեն, ջրերի հետ կախված, մեզ վնաս, մեր երեխեքին, մենք ստեղ ապրում ենք։ Մեր այդ փոշին նստելու, մեր անասուններ արոտավարի վրա, մեր հնդելատեղի վրա, մեր խոտարքի վրա։ Այս ջուղի հիմա նրանք այնքան ունեն արած, որ տարիներ առաջ այդ հանքը շահագործվել է, ոչ մեկը ոչ մի Այն ինչ որ կա, պետք է ավարտվի, նոր տարածքներ, նոր հանքեր մենք չենք ուզում շահագործել։ Չեխական Ասատ ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարասեկը հակադարձում էր բնապահպաններին, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից։ Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդ գյուղում անցած տարիներին տարբեր ընկերություններ ոսկի արդյունահանելու հավակնություններ են ունեցել, իրար հետևից հանրային քննարկման եկել խոստումներով։ Ասատն էլ արդեն 4-րդ հանրային քննարկումներ անցկացնում։ Տեղեկացնում եմ, որ սա ոչ թե հանքի ընդլայնում, այլ ժամկետի երկարաձգում է։ Դեռ 2000-ականներին Ասաթը Քարաբերդում հետազոտել ու հայտնաբերել է 1.6 տոննա ոսկու և 3 տոննա արծաթի պաշարներ։ 2013 թվականին ընկերությունը ստացել է այդ հանքը շահագործելու թույլտվություն և 10 տարի թանկարժեք մետաղներ արդյունահանել բացառապես բաց եղանակով։ Չնայած ընկերության երկրաբան խորհրդատու Արկադի Մուխսի Հովեյանի տվյալներով պաշարների չնչին մասն են արդյունահանել անցած տարիներին, բայց լիցենզիայի ժամկետն արդեն սպառվել է։ Այժմ ընկերությունը ցանկանում է նոր թույլտվություն ստանալ մնացած ոսկին ու արծաթն արդյունահանելու համար։ Առկա պաշարներով ընկերությունը նախատեսում է ստանալ 30,000 տոննայի արդյունահանման թույլատվություն, առկա պաշարներով հանքաքարը կբավարարի 9 տարի։ 10 տարի բացառապես բաց եղանակով հանքարդյունաբերություն իրականացրած Ասաթը բնակիչներին խոստանում է, որ այսուհետ Քարաբերդի հանքը միայն փակ ստորգետնյա եղանակով են շահագործելու, ինչն ավելի քիչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Ընկերության ներկայացուցիչները խոստանում են, որ եղած պաշարները կորզելուց հետո ռեկուլտիվացիական են, կվերացնեն վնասները, կվերականգնեն ինչպես առաջիկա 9 տարում, այնպես էլ նախկինում 10 տարվա ընթացքում խախտված հողերը։ Խոստանում են նաև պարտաճանաչ վճարել հարկերը, իրականացնել սոցիալական ծրագրեր համայնքում և ստեղծել 40 աշխատատեղ։ Պետք է ասել դաբրո չեխերին։ Բայց բնապահպանները հարցեր ունեին, ինչու անցած 10-ամյա գործունեության ընթացքում այդ աշխատատեղերը չեն ստեղծվել։ Սոցիալական ծրագրերի ցանկ չկա, ընկերությունը միայն գյուղի երկհարկանի համեստ վարչական շենքն է կառուցել, որտեղ էլ անցկացվում էր հանրային քննարկումը։ Այդ ամեն ինչը անցնում է փորձաքննություն պետական, ինչ վնասներ են բերվում եւ այդ վնասների դեմ ոնց են պայքարում։ Վնասների մեծ մասը ամբողջությամբ չեզոքացվում է, մի մասը մեղմվում է։ Ցանկացած բոլոր ինչ գործունեություն անեք, բնությանը վնաս է տալիս։ 2 ամիս առաջ համայնքի ավականին Զով գուժ ընկերությանը դրական եզրակացություն տվեց։ Եթե նախարարություններում նույնպես դրական եզրակացություն ստանան, ապա Զով գուժը Փամբակ խոշորացված համայնքի կազմում գտնվող Քարաբերդում ոսկի արդյունահանող երկրորդ ընկերությունը կդառնա, չնայած պարբերաբար հնչող դեմ կարծիքներին։